Հայ ժողովրդի պատմության մեջ ամենավտանգավոր պահերը երբեք չեն եկել միայն արտաքին թշնամուց։ Ամենահնչեղ պատմությունները ծնվել են այն ժամանակ, երբ ներսից փորձել են մեզ հեռացնել մեր ինքնությունից, մեր պատմությունից, մեր հիշողությունից։ Եվ այսօր Հայաստանն ապրում է հենց այդ վտանգավոր շրջանը։ Քաղաքացիական պայմանագրի թրքահպատակ խմբակն իր կատարածու առաջնորդով տևական ժամանակ է համակարգված հարձակում է գործել հայոց պատմական ինքնության վրա, հարվածելով հայ ժողովրդի հազարամյակների ժառանգությանը։ Եվ չնայած որ այդ գործընթացը կատարվում է Երևանից հակահայ դավաճանների ձեռքով, դրա գաղափարական ուղղության շահառուներն ու պատվիրատուները նստած են Բաքվում եւ Անկարայում։ Հայաստանի պատմական տարածքները ձևավորվել են ոչ թե խորհրդային քարտեզներով, այլ հազարամյակների ընթացքում, մեծ հայքի 15 նահանգներով, Արարատյան հովտի հզոր թագավորություններով, Վանի թագավորության ժառանգությամբ, Արտաշեսյանների ու Տիգրանակերտի աշխարհաքաղաքական գերակայությամբ։ Անի Հայաստանի միջնադարյան փառքի գագաթնակետը, Վան, որտեղ ծնվեց հայկական պետականության մշակութային հիմքը, Մուշ, Սասուն, Զեյթուն, որոնք եղան ազատատենչ հոգու ամրոցներ, Կարս, որտեղ մեր բանակը կանգնեց որպես պետության վերջին կարսապահ, Արցախ, որ պահպանեց մեր հայոց պետականության շարունակականությունը։ Մի ամբողջ քաղաքակրթություն, իր լեզվով, հավատով, արվեստով, տաճարներով, քարերում գրված պատմությամբ։ Այս տարածքներն են մեր այրյան, մեր հիշողության, մեր անունների մեջ։ Հայը իր հողը կորցնելով չի կորցրել հիշողությունը, եւ հենց այդ հիշողությունն է այսօր դառնում պետական քաղաքականության թիրախ։ Թրքահպատակ այս խմբակը երբ ասում է, որ Արարատը մեր պետական խորհրդանիշը չէ, կամ որ այն դուրս է Հայաստանի տարածքից, նա մոռանում է մի պարզ ճշմարտություն։ Արարատը հողի վրա չէ, որ մեզ է պատկանում։ Արարատը մեզ է պատկանում մեր պատմության, մեր լեզվի, մեր հիշողության մեջ, եւ հայ ժողովուրդը գոյություն է ունեցել այնքան ժամանակ, որքան նրա հիշողությունը կապված է եղել Արարատի հետ։ Եվ հիմա Արարատից հրաժարվողները նախ հրաժարվում են հայ քաղաքակրթության ինքնությունից։ Այդ ժխտումն իրենով կտրում է մեզ մեր նախնիների հիշողությունից, այն հիշողությունից, որը պահում է մեզ որպես ազգ։ Ազգը, որը կտրվում է իր պատմությունից, դառնում է օտարների ձեռքին ձևավորվող զանգված։ Այս ամենը կրկնում է անցյալի վտանգավոր փորձը, երբ Լենին Քեմալի պայմանավորվածություններով զոհաբերվեց մեր պատմական իրավունքների մեծ մասը, երբ բոլշևիկյան համակարգը ճնշեց ազգային մտածողությունը, բանտարկեց ազգային գործիչներին, երբ պետական մակարդակով ջնջվեց ցեղասպանության իրողությունը եւ մերժվեց պահանջատիրությունը։ Այսօր նույն շղթան նույն անվանումով կրկնվում է։ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը Հայաստանի պատմական տարածքներից, նրա հավատարիմ մնալը խորհրդային օրերի արհեստական սահմաններին ու թուրքական օրակարգին համապատասխանող հայտարարությունները բոլորը մի բան են ասում. Հայաստանը տարվում է թուրքացման, արմատազրկման ճանապարհով։ Տարիներ շարունակ թուրքական քաղաքականության նպատակը եղել է հենց դա՝ Հայաստանը դարձնել անվստահելի, ինքնությունից զրկված, պատմությունից կտրված մի տարածք։ Մեր սրբությունները, Արարատը, Սասունը, եկեղեցին, ցեղասպանության հիշողությունը ներկայացվում են որպես անցյալ, որը պետք է թողնել հետևում։ Բայց հայ ժողովուրդը երբևէ չի ապրել առանց այդ անցյալի։ Հայը գոյատևել է հենց այդ անցյալի շնորհիվ։ Եվ եթե այսօր մեզ ստիպում են հրաժարվել դրանից, նշանակում է ստիպում են հրաժարվել մեր էությունից։ Այսօր մեր պայքարը ոչ միայն տարածքի համար է, այլ մեր հիշողության, ինքնության եւ սերունդների ապագայի։ Եվ եթե մենք պահենք մեր արմատները, ապա որևէ իշխանություն, որևէ թշնամական օրակարգ չի կարող կտրել մեզ մեր հայրենիքից։ Հայաստանը սկսվում է Արարատից, բայց չի ավարտվում նրանով։ Հայաստանը սկսվում է այնտեղ, որտեղ մեր նախնիները կառուցել են, պայքարել են, արարել են, Անիում, Վանում, Սասունում, Զեյթունում, Կարսում, Արցախում։ Եթե այսօր մեզ փորձում են ստիպել մոռանալ այդ աշխարհը, ապա մեր պարտքն է հենց այսօր հիշեցնել։ Հայը չի հրաժարվում իր պատմությունից, որովհետև իր պատմությունը հենց իր գոյության իմաստն է։ Հայաստանը հարուստ է իր հզոր պատմությամբ, եւ որի շարունակությունը մենք հայերս պետք է գրենք։ Միացիր Թելեթոն դրամահավաքին եւ քո մասնակցությամբ մերժիր ինքնության քայքայումը։